առաջյան մագարին Եվ արանքնես և ընդաղորդակիցս մեր առատապես զողորմություն քո և զգտություն, զիքես վայև պարկ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս, ավիտենից ամեն։ Սիրեցի զիվեց է տեր զայնաղոչիցի մոտ, և խոնարեցույց զում կնյուրավից, և ես հավուրս իմ կարդացի աղնա, շրջեցան զիներ երկուք մահու, և իր դժողոտ գտին զիս, զնեղություն և զանցկություն գտի, և զանունք յարն կարդացի, ոգեր պրկյազանցին որմած, և արդարացել աստուածներ, որ մի երկայս կնորոշներ, ես խոնար եղե և տես կեցույց զիս, դաշ անքնի մի հանգիստ կո դիտերով միացես, Պրկյազանցին մավալեզած, իմ արդասված, և զորցիմ գայտակվեն է, հաճողեց առաջիկի արնետրին կենթանյակ, Հարկոր և որդու է փոքույն Այժմ սրվով, և միշտ և ավետյան խավիտենից ամեն, Սիրեցի զիվից է, տեր տանաղոտից իմ հոտ, որ ուսով աստվածային մանին զարդարեց է ձեր գեղեցի, և ըսկավարն անգիտության հալածեց էր որդոց մարդկան, ով տեր Սուրբ Նիկոլայոս, բարեխոսներ, մասաններ արմիածին բարանհոս, որ զամագողնություն միասնական երուկտությանն հայտնեց էր եկեղեցվող խոստովաներ միություն, ով տեր Սուրբ Նիկոլայոս, բարեխոսներ, մասաններ արմիածին բարանհոս, հարկոր և որդում և որդում Այժմիշտ և ավիտյան սավիտենից ամեն, որ սպակ պրկական նորենություն մարդացելոն բասն է, ուսուց է մի հետնուս նոր խաղնում անասկանջելի, ով տեր Սուրբ Նիկոլայոս բարեխոսներ վասան մեր, արմիածին Եվ զորություն և պատավիան սամեն Ո
Աստվածության սրբո եկեղեցո, ըստ Տեր Աղջեսու, Ասնամեն սուրբ և ապար եպիսկոպոսած, ըստ Տեր Աղջեսու, Ասն հայապետին մերոտ յարն գանեգնին շրպազնագույն կատոլիկոսին կենար երբրկության հոգ բոլորին, ըստ Տեր Աղջեսու, Ասն վարդապետած քահանայից սարկավակած դպրած և ամենայն ուխտի մանկած եկեղեցո, ըստ Տեր Աղջեսու, Ասն բարեպաչ թագավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորաստոցի, ըստ Տեր Աղջեսու, Ասն ողոց հանգուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատովի Քրիստոս ննջեցի, ըստ Տեր Աղջեսու, Երբ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ աղատույս մերով, ըստ Տեր Աղջեսու, Զանձինս մեր և զմիմյանս յարն Աստուծո ամենակալին, անձնարասու, որ միանց մեզ Տեր Աստված մերս մեծի օրհնության կում, ասասու կամելեկյան միաբանության, Ողորմած և մարտացել ես Աստված բոլով և քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ արժն և զիք և ավիտյանս հավիտենից ամեն Քահանայ քո զգեցին զարդարություն և սուրբը քո ցնծացած ընթերցվածս Էզեկիել է մարգարե և եղև բանտի արնարից և ասե որդի մարդով դետ կացուցի ըստես տանդ Իսրայելի լվիցես հինեն ըսպատ գամս և սպարնասցես նոցայի պրև հինեն Հոժամ ասիցեմ ցանորեն ընթե մահու մեռանիցիս և դու ոչ զգուշացուցանից ես նմա և ոչ խոսես ես զգուշանալ անորինին և դառնալ ի ճանապարհած իրոջ չարած և կյալ անորենն այն հանորնության յուրում մերծի և զարյուն նորա ի ձեռած քոց խնդրեցից իս եթե դու զգուշացուցանից ես անորենին և նա ոչ դարձի անորնթենե յուրմե և ի ճանապարհը յուրմե անորենն այն անորնության յուրում մերծի և դու զանձն քո ապրեցուսես Ոնց առակելուն Տիմոթեոսը երկրորդ թղթին ընթերցվածս այլ դու ըսեդ եկիր վարդապետության մոտ առաջնորդության հոժարության հավատով երկայնամտության սիրո համբերության հալածանած ճարճարանած որպեսի գեղեն ինձ Հանտիոք և Իկոնիոն և ի Լյուստրոս որպեսի հալածանած համբերի և ամենայն փրկյալ զիստել Եվ ամենեքյան որ կամիցին Աստված պաշտությամբ կյալի Քրիստոս Հիսուս ի հալածանս կացեն այլ մարդ չարք և կախարդ հառաջ եկեսցենի չար անդր մոլորյալ և մոլորեցուցանից են այլ դու աստատում կաց հորս ուսարդ և ավատարիմ եղել գիտես ուստի ուսարդ զի իմ անկութենես գիրես սուրբս գիտես որ կարող են իմաստուն առնել ըսկեզի փրկություն ի ձեռն հավատոցն որ ի Քրիստոս Հիսուս Ալելույա ալելույա քահանա քո զգեցին զարդարություն և սուրբը քո ցնծալով ցնծած Ալելույա հոգի Yes, I'm
են ոչխարքն իբրև տեսանը, ազգայլն զիգա, թողու ոչխարքն և փախչի, և գալ հապշտակ է ըզնոսա, և ծրվեմ, քանզի վարձկանը, և չէ պայթնեմ ավազն ոչխարածն, ես եմ ովիվ կաչ, և ճանաչեմ զինցն, և ճանաչին հիմոցն, որպես գիտես Իսայ, գիտեմ և ես ըսայ, և զանցն իմ դնեմ ի վերա ոչխարած, նաև այլ ևս ոչխար են իմ, որ ոչ են այսն գավտը, և զայնցն ևս պարտ է ինձ ացել այսր, և զայնի իմում լվիցել, և երիցին մի օտ և մի օտ, Իժամուս պաշտաման և աղոտի, զիարժամին քնրության ասը,
ընտրվածը սրտից մերով, թող ձեզ անցանս մեր որվեսի վերաներ, աղոտ մեր և խնդրված ամենայն ժամ մծել առաջի մեծի տերության նորա, և նա տացել մեզ միաբան միով հավատով և արտարության վաստակելի գործս բարյաց, ձիզ ողորմությանը շնորհս հյուրանասեի վերամեր, Տերն ամենակալ Եսուսե և ողորմեսի, Ժամը սուրբ պատարագնից և առաջնակավորս խաղաղության պանցուցանել հավատով, իգյան մեր խնդրեսու, Սրեշտար խաղաղության պահապանանձանց մերով, իգյան մեր խնդրեսու, Ըսխաղություն և ըսխողություն անցանած մերով, իգյան մեր խնդրեսու, Սրբով խաչին մեծ և կարող զորություն օգնություն անձանց մերով, իգար մեր խնդրեսու, և ևս միաբանված են ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ Տերավաճեսու, Զանձինս մերս միմյանս տյարն Աստուծո ամենակալի, անձնարասու, Ողորմյաց մեզ Տեր Աստված մերս մեծին ողորմության կում, ասասու կամերեկյան միաբանության, Որպեսի արժանավոր կերիցու գողության պարավորելս կեզ ընթոր և սուրբ կողքույն, այժմ և դիշ և ավիտյանս հավիտենից ամեն, խաղաղություն ամեն Աստուծո երկնքակ Եսուս, խաղաղությամբ քո Քրիստոս փրկիչ մեր, որի վեր եկան զամենայն միտս և զբանս, ամրացոս մեզ և աներճուկ պայա ամենայն չար է, հավաստարյաս մեզ են ճշմարիտ երկրպագուս քո, որ քով և ճշմարտության քեզ երկիր պագանեն, վասնզի ամենասուրբ երորդությանը վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, օրհնյալ Տեր Աստված օրհներ ձեզ ամենեսյան։ Աղաշարոված և անու
Sărbutean, e vor voce
Սրբարար զորությունն հոր և որդվո և որդվույն սրբով և իսկիսես ընդամեն ամենայն իմաստության և բզուշության, իվեր ընծայեցում սեկս մի տզեր, աստվածային երույն։ Եվ նոր արծարում, ըստյարներ բոլոր, և համարձակապես ոչելով աղաղակել ընթոցի և ասել Ամենայն և աղագստամենեցու Ամեն
իքավություն և իտողություն մեղա։
պետություն, Հայաստան և Արցախ աշխարհածս և զորքս հայոց, զորացծուս ձեզ և պահպանես ձեզ, համայդ ամս ընթովանյավ ամենազորաչոքով, իշխինության, ի խաղաղության և Եպիսկոպոսապետին մերո և բավական հայապետին, ամենայն այոց յարընքից սրբազնագում, կաթոլիկոսին և մարսյացող տնտերմից բարև նամարաշնորթին, յարըն Գևորգա սրբազան եպիսկոպոսին և կահանայիս կորս մակարակս մատուսանեն, և ասնձորությանց և աղթությանց հակավորած Քրիստոնեի և իշխանած ընբարեգաշվի խաղաչեցու և խնդրեցուկ և ասվոք ոստանգուցելոց և ասարավեր վաստանգության ապունապետացններոց և շինողած սրբոր եկեղեցուց և որտեղ թողանյալ սորին են հանգուցյալ և պայծմերոց երերոց և շնորհառաջիկա ժողովրդյան, հանգիստ հավատով և սրբությամբ Քրիստոս կատարելով, երիքի շատակի սուրբ արարած, և
Եվս պարդ եվս սրբով Ես եմ լավ հովիվը, լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար, իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողում է ոչխարների և ծրում է, թողում է ոչխարների և փախչում է, և գայլը հափշտակում է նրանց ու ծրում է, քանի որ վարձկան է և ոչխարների համար հոգ չի անում, ես եմ լավ հովիվը, և ճանաչում եմ իմ ոչխարներին, և ճանաչում նրանցից, և ինչպես հայրն ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ հորը, և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար, ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փառատիկ չեն, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, և պիտի լինեն մի հոտ և մի հովիվ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն է Հովհաննու ավետարանից, որտեղ Տերն ասում է, որ ես եմ լավ հովիվը։ Եվ ինչով է բնութագրվում լավ հովիվը, որ անձնազոհ է, որ սիրում է իր ոչխարներին և իր անձը զոհաբերում է իր ոչխարների համար, իր կյանքն է տալիս իր ոչխարների համար, վտանգի դեպքում չի թողնում ոչխարներին և փախչում, այլ պատրաստ է կյանք տալ ոչխարների համար։ Այս խոսքերը մեր Տերը ավետարանում ասաց օրինակ լինելու համար, օրինակ ծառայելու համար, հորդորելու համար բոլոր այն հովիվներին, որ իր օրինակով չգային։ Եվ այսօր այդ լավ հովիվներից մեկի հիշատակն է, որ մեր եկեղեցին կատարում է Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի տոնն է, որ այսօր կատարում է։ Ընդհանրապես ամբողջ համայն քրիստոնեական եկեղեցում մեծագույն եւ սիրված սրբերից մեկն է Նիկողայոս Սքանչելագործը եւ իր մասին գրեթե բոլորը գիտեն, նույնիսկ եկեղեցի չեկեղեցականացած մարդկանցից շատերն էլ գիտեն Նիկողայոս Սքանչելագործի մասին։ Նիկողայոս Սքանչելագործը ապրել է 3-4 դարերում։ Եղել է ուրեմն Մյուրա քաղաքի, փոքրասիական Մյուրա քաղաքի եպիսկոպոսը։ Պատանի հասակից քրիստոնեական ընթացքի մեջ է եղել, մեծահարուստ բարեպաշտ ծնողների զավակ է եղել, իր քեռին եղել է Նիկողայոս երեց եպիսկոպոսը, ծնողներից զրկվել է վաղ տարիքում և դաստիարակվել է քեռու խնամքի տակ։
եւ երիտասարդ հասակում ավետարանի խոսքին հետևելով իր ամբողջ ունեցվածքը, որ մեծ ժառանգություն էր ստացել, որ շատ մեծ էր եւ ժառանգություն էր ստացել ծնողներից, բաժանեց աղքատներին, բաժանեց աղքատներին եւ հետևեց Քրիստոսին։ Նախ դարձավ իր հեռու կողմից ձեռնադրվեց կուսակրոն հոգևորական, ուխտի գնաց Երուսաղեմ, սրբավայրերում աղոթեց, ճամփորդությունների ժամանակ իր աղոթքներով բազմաթիվ հրաշքներ գործեց, նավաբերությունից ազատեց նավաստիներին եւ նավը, որում գտնվում էր։ Հետագայում, երբ Մյուրա քաղաքի եպիսկոպոսը ննջեց, ինքը եղավ, իրեն ընտրեցին որպես այդ քաղաքի առաջնորդ եպիսկոպոս եւ իր կյանքի մասին բազմաթիվ հրաշալի դրվագներ կան։ Իզուր չէ, որ իրեն կոչել են սքանչելագործ, այսինքն բազմաթիվ հրաշքներ եւ սքանչելիքներ է գործել։ Բայց ինչն է իրեն բնութագրողը, սերը մարդկանց նկատմամբ, ողորմածությունը, հոգածությունը, սիրում էր մարդկանց եւ ամեն գնով փորձում էր մարդկանց օգնել։ Ապրեց մինչև Նիկեո ժողովի ժամանակները 325 թվականին մասնակցեց Նիկեայի տիեզերական ժողովին եւ մեծանուն հայրապետներից մեկն էր, որ այդ ժողովին մասնակցում էր եւ այդ ժողովի հետ էլ կապված իր անվան հետ կապված սքանչելիքներ կան, զարմանալի գործեր կան եւ վարքի երկու տարբերակներում կա մի տարբերակում ասում է, որ ննջեց անմիջապես ժողովից հաջորդ տարի 326 թվականին, մյուս տարբերակն ասում է, որ ապրեց մինչև 341 թվականը եւ խոր ծերության մեջ տերմինոզատ հասակում հոգին անհանդեց։ Ես այսօր ուզում եմ Սուրբ Նիկողայոս սքանչելագործի կյանքից մի քանի ուրեմն դրվագներ առանձնացնել, ոչ թե դրվագներ ներողություն, մի քանի կարևոր հատկանիշներ առանձնացնել մեզ համար։ Առաջինը ինչով աչքի էր ընկնում Նիկողայոս սքանչելագործը։ Ագահության, նյութի, դրամի, հարստության մարմաճը չուներ, որովհետև իրենք ինքը շատ ուներ, բայց այդ բոլորից կամովին հրաժարվել, բաժանեց մարդկանց, բաժանեց աղքատներին։ Այս շատ կարևոր մի բան է, որը մենք պիտի իմտի ունենանք։ Եթե ուզում ես երկրի առկայությունը շահել, պիտի ազատվես այս երկրի շակերտավոր գանձերից, որպեսզի ճշմարիտ գանձին տիրանաս, չես կարող ամես երկրի մեջ գանձ ունենալ, ամեն երկրի առկայությունը շահել։ Եվ պիտի իմանաս, որ ժամանակավորը, անցավորը, անարժեքը պիտի տաս, որպեսզի ճշմարիտ գանձին տիրանաս, որպեսզի արժեքավորը շահես, որպեսզի ունենաս այն, ինչ Աստված պատրաստել է քեզ համար։ Կարճած մնալով այս երկրի սին, փուչ նյութին չես կարող երկինքը ժառանգել։ Եվ Նիկողայոսի կյանքում առաջերտին սա է։ Երկրորդը, արդեն ասացի, իր մարդասիրությունը, պիտի սիրես մարդուն։ Որտև պատվիրանն էլ ասում է, սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո եղբորը։ Եվ Հակոբոս առաքյալն ասում է, կեղծավոր, ո՞նց ես ասում, սիրում եմ Աստծուն, երբ որ քո եղբորը չես սիրում։ Աստծո նկատմամբ սերը պիտի երևա եղբորը սիրելու միջոցով, այսինքն ով որ սիրում է Աստծուն, պարտավոր է նախ եւ առաջ եղբորը սիրել։ Իսկ Նիկողայոս սքանչելագործը մեծ մարդասեր էր, սիրում էր մարդկանց եւ պատրաստ էր ամեն գնով օգնելու մարդկանց, քաչ հովի օրինակով, շատ հաճախ նույնիսկ իր վարքի մեջ կա իր կյանքը վտանգելով, գնում էր կայսրի առաջ կանգնում էր եւ իր հոտի համար, իր համայնքի համար, իր քաղաքի համար կայսրից այնպիսի արտոնություններ էր ստանում, որ նույնիսկ չի կարելի ենթադրել, թե այդպես բան ոնց կարա մարդը խնդրի, բայց ինքը խնդրում էր ու ստանում էր։ Ինչի, որտեղ Աստված էր իրեն առաջնորդում,
Սուրբ Հոգով էր առաջնորդվում եւ հաճախ ասում է հետո կայսրը զարմանում էր թե որ ինքը ոնց է գնացել նման զիջումների, ինքը ոնց է նման խոստումներ տվել եւ փորձում էր հետ պահել, բայց արդեն ուշ էր որտեղ սքանչելագործը իր նպատակին արդեն հասել է։ Ուրեմն մարդասիրությունը, անձնազոհության աստիճան, քաջ հովվի օրինակով իր անձը պատրաստ էր դնել իր ոչխարների համար։ Եվ հաջորդը, որ ուներ Նիկողայոս Սքանչելագործը իր քաջությունը, անվախը եւ քաջը Քրիստոսին խոստովանելու եւ եկեղեցու ուղիղ հավատքը պահելու համար։ Չէր ընկրկում։ Նույնիսկ այն աստիճան իր համարձակությունը չափը անցնում էր նույնիսկ կայսեր ներկայությամբ բաներ էր անում, արարքներ էր ցույց տալիս, որ անհանդուրժելի էր, հա, բայց ինչի համար էր անում, եկեղեցու համար էր անում, հավատքի, ուղիղ հավատքի դավանության համար էր անում։ Իր վարկի մեջ ասում է, որ Նիկեայի ժողովի ժամանակ, նիստերից մեկի ժամանակ, որին ներկա էր կայսրը, Նիկողայոսը, Սուրբ Նիկողայոսը վեր կացավ եւ ապտակեց Արիոսին։ Եվ սա չտեսնված հանդգնություն էր կայսր ներկայությամբ եւ կայսրը անմիջապես որոշեց, որ պատժի Նիկողայոսին եւ հանեց եպիսկոպոսական հանձերցը եւ բան դնել տվեց, որպեսզի միսօրը անարգաբար իր մորուք հայրեն, իսկ սա ամենամեծ անարգանքն էր։ Բայց Աստված գիշերը հրեշտակի միջոցով այցելություն արեց, թե կայսրին, թե ժողովի մեծամեծ հայրերին, որ հանկարծ Նիկողայոսին չվնասեն եւ ստիպված եղան նորից ետ վերադարձնելու։ Այսինքն ինքը այն քաջությունն ուներ, որ չէր մտածում ինձ ինչ կանեն, կայսրը կանի, չի անի, կպատժի, չի պատժի, չէ, ինքը նախանձավոր էր ուղիղ հավատքի համար։ Եվ այսօր այս բոլոր հատկանիշները պակասում են մեզ։ Անընդհակաղցությունը, ագահության բացակայություն, ագահության նկատմամբ ուրեմն մորուցքը, մորուցքի բացակայությունը, մարդասիրությունը, անձնազոհության աստիճան մարդասիրությունը եւ քաջությունը, անուն եկեղեցով, անուն հավատքի կանգնելու եւ պայքարելու։ Մենք սրբերի հիշատակը հիշելուց շատ հաճախ եւ գրեթե միշտ շատ հաճախ չէ, խնդրում ենք այդ սրբերի բարեխոսությունը, բայց շատ քիչ ենք այդ սրբերի կյանքը որպես օրինակ դարձնում մեզ համար։ Այդ սրբերը կբարեխոսեն մեզ համար, եթե մենք իրենց հետևող լինենք կյանքով, այլ ոչ թե մենք մեր ընթացքով ընթանանք ու ասենք սրբեր բարեխոսեցեք մեզ համար, ինչի համար բարեխոսենք, մեր ծուր ընթացքի համար, մեր սխալ մտածելակերպի համար, մեր Աստծուն ոչ հաճելի կյանքի համար բարեխոսել, ինչի համար բարեխոսել։ Սրբերը բարեխոսելու են մեզ, եթե մենք ուզենանք իրենց օրինակի հետևողները լինել, իրենց օրինակով ապրողները լինել, փորձենք իրենց նմանվել։ Եվ այս քաջ հովի օրինակը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս տալիս է Հովանու ավետարանի 10-րդ գլխում, ոչ միայն իրենից հետո եկող հովիվներին տվեց այդ օրինակը, այլ նաև տվեց ամեն մի քրիստոնյայի, որ ամեն մի քրիստոնյա քաջ հովի օրինակով պատրաստ լինի, անձը զոհելով մնա Տիրոջ հոտի մեջ, Տիրոջ համայնքի մեջ, իր անձից ավելի սիրի Աստծուն, սիրի փրկությունը, սիրի Տիրոջ եկեղեցին։ Ուրեմն մենք էլ այս բաները հաշվի առնելով փորձենք մեր կյանքը ապրել այդպես, ոչ թե այս աշխարհի համար, այլ երկնքի համար, ոչ թե այս աշխարհի իշխանների համար, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, թագավորների թագավորի եւ տերերի Տիրոջ համար, եւ ապրենք քաջության, մարդասիրության, Աստծո նկատմամբ մեր սերը, որ բոլորս խոստովանում ենք, ասում ենք, բերանով ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, ցույց տանք մեր շրջապատի մարդկանց սիրելով։
Եվ այս պարագայինը, որ Նիկողայոս կանչելագործը և մյուս բոլորսը բարեխոս պիտի լինեն մյուսանը։ Ամեն։ Եվ դու մեզ համարշատական բարբարով բանալս բերանս մեր կարդալս կեզ ետնավորթայ երկել և ասել Amen.
Քրիստոսի, ճաշակերտում զկության որիջարի, բաշկի մերոմ, սայրյան, ու սայրում կավություն տողիրևալ, Սաղմոս ասացեքյակ մասկտոներով, Սաղմոս ասացեքեք նավոր թագավորիչ մերում անմայի, որ նստի կանս կերով էականս,
Աստվածության և ծրտոքևոր, զիսամա, վայերեսավոտ կետորտնյու, Ալելույ և երկրվոքևոր, աշտոնյալ, հանդեպ կետով սամոս ասացել, և աստեղենքից
Ամենաթանկեր աստվածներ, Քրիստոսը,